Ողջույն Reopen Media-ի ուղիղ եթերում Ռենյուզ լրատվականի գլխավոր թողարկումն է։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, իսկ այս պահին տաղավարում աշխատում են ձեզ համար Դավիթ Սարգսյանը եւ Անի Զաքարյանը։ Ամփոփենք օրը միասին, փորձենք հասկանալ, թե օրվա ընթացքում ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել եւ ընդհանրապես մեր երկրում եւ աշխարհում ինչ է կատարվում առանց ավելորդ աղմուկի։ Նախ համառոտ։ Գործող իշխանություն հայ առաքելական եկեղեցի դիմակայությունը սրվում է, Նիկոլ Փաշինյանը կոչանում ազատել Վեհարանը։ Քրեական հետապնդումներ ընդդիմադիրների դեմ։ Մանկապարտեզների հարցով բանավեճ ազգային ժողովում։ Հայաստանը միացել է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը կարգավորող միջազգային համաձայնագրին։ Եվ իհարկե թուրք-ադրբեջանական եւս մեկ զորավարժություն Նախիջևանում։ Պուտինի օգնականի մեկ բառը փոթորկել է Ադրբեջանը, ինչ կապ ունի Ղարաբաղը Դոնբասի հետ։ Օրվա միջազգային գլխավոր ողբերգությունը Ավստրիայում դպրոցականը սպանել է 11 հոգու։ Կալիֆոռնիայում էլ հազարավոր նոր գվարդիականներ են դուրս գալիս փողոց կարգուկանոնը վերականգնելու։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը Facebook-ում այսօր գրել է, որ պետք է գործուն քայլեր ձեռնարկել Վեհարանը ազատելու եւ նոր կաթողիկոս ընտրելու համար։ Ուզում է համակարգող խումբ ստեղծել։ Թե որը կլինի հաջորդ քայլը, կարող ենք միայն ենթադրել։ Իշխանություն եկեղեցի դիմակայությունը ցնցել է հանրային եւ քաղաքական ամբողջ դաշտը վերածվել օրվա թիվ 1 օրակարգային խնդրի։ Ինչ է կատարվում եւ ինչ սպասել, պատմում է մեր գործընկեր Սիմոն Հովանիսյանը։ Վարչապետը եկեղեցու գործերին չպետք է խառնվի։ Այս է իմ դիրքորոշումը։ 7 տարի անց արդեն 8-րդ օրն է վարչապետը հակասում է իր այս դիրքորոշմանը պարբերաբար բարձրաստիճան հոգևորականներին հիշելով կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքի համատեքստով։ Այսօր էլ կաթողիկոսի հրաժարականներ պահանջում, իր բնորոշմամբ քրիստոնեաբար պետք է մաքրել Վեհարանը։ Իսկ ինչ է ասում եկեղեցին, չէ՞ որ մինչև Սահակ Պարթևը կաթողիկոսները ոչ միայն ամուսնացել են, այլև կոչումը փոխանցել սերնդեսերունդ։ Սա փաստ է, եւ եթե Գարեգին երկրորդը փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի, Գարեգին երկրորդը չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Կաթողիկոս ընտրվում է եպիսկոպոսներից, նշում է Տեր Արարատը։ Ըստ եկեղեցական կանոնագրքերի եպիսկոպոսները պետք է կուսակրոն լինեն, հետևաբար կաթողիկոսը նույնպես։ Երբ որ եկեղեցու ներսում տեղի ունենում որևէ հոգևորականի, այդ թվում դա վերաբերել է եւ միջնադարին եւ մեր օրերին, երբ որ որևէ հոգևորական, այդ թվում կլինի ամուսնացյալ կամ կուսակրոն, խախտում է հայոց եկեղեցում կանոնակարգված ավանդույթի ուժով կամ կանոնով սրբագործված մի սովորություն, մի կանոն, մենք եկեղեցում ունենք համապատասխան գործիքները, ունենք կանոնական իրավունքի ուժ ունեցող մարմիններ, որոնք քննության են առնում որևէ հոգևորականի ընթացքը։ Կաթողիկոսի հարցը մի փոքր այլ է։ Երբ վեհափառի դեպքում է նման բան լինում, հրավիրվում է ազգային եկեղեցական ժողով։ Այն կարող է հրավիրել կաթողիկոսը կամ ժողովի անդամների 2/3-ը։ Ազգային եկեղեցական ժողովում թեմերի ներկայացուցիչներ կան, եպիսկոպոսներ, եւ միայն նրանք կարող են որոշում ընդունել, անգամ կարգալույց հռչակել կաթողիկոսին։ Պետությունն այս մասով որևէ անելիք չունի։ Տեր Արարատը նշում է նաեւ, որ կաթողիկոսները հաճախ են թիրախավորվում, ոչ միայն մեր ժամանակներում։ Տվյալ դեպքում էլ եկեղեցին այս մեղադրանքները նոր չի լսում, այս մեղադրանքները տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ հնչել են եւ եկեղեցական պատկան մարմիններից որևէ մեկը երբևէ դա քննության առնելու կարիք չի տեսել։ Ես կարծում եմ, որ ապագայում եւս կապ չունի ով ինչ մեղադրանք է հնչեցնում կամ ով ինչ է ուզում ապացուցած լինել, միևնույն է հայոց եկեղեցում այն մարմինները, որոնք քննության առնելու իրավունք ունեն այս կամ այն եկեղեցականի ընթացքը, լինի դա սարգսակ, քահանա, վարդապետ, եպիսկոպոս, իրենք հարկ եղած դեպքում դա կանեն առանց որևէ մեկի ուղղորդման։ Մենք չգիտենք արդյոք Գրիգոր Լուսավորչի աթոռի 132-րդ գահակալի կուսակրոնության խախտման հարցը քննվել է ազգային եկեղեցական ժողովի կողմից, բայց մի բան հստակ է. հնարավոր է, որ բարձրաստիճան հոգևորականը ընդհուպ կաթողիկոսը ունենա երեխա եւ լինի կուսակրոն։ Տեր Արարատի խոսքով նման օրինակներ ոչ միայն հիմա, այլև անցյալում են եղել։ Հնարավոր է հոգևորականը ամուսնանա, ունենա երեխա, ապա ամուսնալուծվի ու տա կուսակրոնության երթում, եւ երթում տալուց հետո կարող է արդեն բարձրանալ աստիճանակարգություններով։ Սահմանադրությունը ունի 18-րդ հոդված, որը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչվում է Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը, հայ ժողովրդի
ուրեմն ազգային մշակույթի զարգացման, ազգային ինքնության պահպանման մեջ եւ հոգեվոր կյանքում ընդհանրապես։ Միաժամանակ սահմանված է, որ եկեղեցու եւ պետության հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Այսքանով սահմանադրության տեքստը նվիրված հայ առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերություններին ավարտվում է։ Նշում է սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը, հավելելով, որ գոյություն ունի Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ Հայաստանի հարաբերությունների մասին օրենք, որով փորձ է արվել զարգացնել մայր օրենքի այս դրույթը։ Սահմանվել են այն հանրային նշանակության հարցերը, որտեղ եկեղեցին դերակատարում ունի գերազանցապես կրթական եւ բարեփոխման գործունեության մեջ։ Մի շարք կարևոր ինստիտուտներ կան, որոնք որ ի բնե պետք է չզբաղվեն կուսակցական քաղաքականությամբ։ Իսկ արդյոք քաղաքական process-ները կապ ունեն պետություն եկեղեցի հարաբերություններին։ Եկեք հպանցիկ անցնենք պատմության փուլերով, մասնավորապես 2018-ի հեղափոխությունից հետո։ Հոգևորականներից մի քանիսն անձամբ մասնակցել են ցույցերին։ Դա մոտավորապես այն ժամանակ էր, երբ Փաշինյանը եկեղեցու գործերին չխառնվելու դիրքորոշում ուներ։ Հետո իշխանության վարած քաղաքականության դեմ պայքարող Տեր Ղազարին ժամանակավորապես փիլոնազրկեց Այրարատյան հայրապետական թեմը։ Պատճառը հոգևորականին ոչ հարիր պահվածքն էր։ Նույն 2018-ին Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժում էր նախաձեռնվել, որի ակտիվիստները իրավապահների թողտվությամբ գրավել էին վեհարանը։ Այնուհետև Վայոց Ձորի թեմի այցի ժամանակ նույն ակտիվիստների մի խումբ փակեց վեհապահի ճանապարհը, նույնիսկ քաշքշեց օձիքից։ Արդեն պատերազմից հետո եկեղեցին դեմ էր քաղաքական ղեկավարությանը։ 2020 թվականի դեկտեմբերին Սիսիանի եկեղեցու քահանան հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը։ 2024-ից Կիրանցում ձևավորված եւ Երևան հասած պայքարն առաջնորդվում էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի կողմից։ Իշխանության վարած քաղաքականության դեմ պարբերաբար խոսում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապահյանը։ Իսկ անցած տարի կաթողիկոսին չթողեցին մասնակցել Սարդարապատի արարողակարգին, երբ հուշահամալիրում էր վարչապետ Փաշինյանը։ Մարդիկ, ովքեր որ իրանց վրա վերցնում են ուրիշին դատելու, հոգևոր կյանքը առաջնորդելու, բարոյականության մասին խոսելու եւ այդ բարոյականության, հոգևորության, ինչպես նաեւ հարգանքի վրա կառույցը առաջնորդելու, իրանք պետք է հասկանան, որ այն հայտնի արտահայտություն կա, չէ, ասուդիկտո։ Իսկ դատավորները ովքեր են։ Ստացվում է Ալեն Սիմոնյանի խոսքով եկեղեցականների քննադատությունները բերեցին եկեղեցու նկատմամբ այս վերաբերմունքին, չնայած սահմանադրությամբ խոսքի ազատություն է ամրագրված, թե ինչն է սասանում իշխանավորների հավատը, անգամ եթե բարձրաստիճան հոգևորականները խախտած լինեն կուսակրոնության ուխտը, հստակ չէ, միայն ասում են, բա չիմանանք որտեղ էր այդ ձեռքը մեր համբուրելուց առաջ, ինչպես գրառումներից ենք հասկանում, քննադատում են նաև եկեղեցու աջակիցներին։ Օրինակ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահին սկսեցին քննադատել Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը, երբ այցելեց Գարեգին II կաթողիկոսին։ Առաջին նախագահն իր աջակցությունը հայտնեց վեհապառին։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա պետք է կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիկի կողքին։ Հերիք է ստես հայ ժողովրդին ու քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի։ Մենության մեջ մնա բլրի գլխին, քոսև քարանձավում։ Բերիշի քո ընկերների անունները, որոնց գլուխը կերար։ Իսկ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը երեք հրապարակել է իր 2007 թվականի ելույթներից մի հատված։ Ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը գլխավորապես տուժել է իր կառավարիչների տգիտությունից, անհեռատեսությունից ու արկածախնդրությունից։ Մինչդեռ ողջամտությունը երբեք դրան վնաս չի բերել։ Տեր-Պետրոսյանի եւ կաթողիկոսի ջրերը մի առվով չէին հոսում 2008-ի հեղափոխության փորձի ժամանակ։ Նախկին նախագահը չէր ընդունել վեհապառին, բայց Հայ ազգային կոնգրեսը հին ախոյանների կողքին կանգնելու պրակտիկա մի անգամ չէ, որ ցույց է տվել։ Օրինակ անցյալ տարի էլ Լևոն Զուրաբյանը անձնական երաշխավորություն տվեց Արմեն Աշոտյանին խափանման միջոցը փոխելու հարցին։ Սիմոն Հովանիսյան, Դավիթ Գենջոյան, Լևոն Ոսկանյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Շարունակենք, եկեղեցու հետ կատարվողին զուգահեռ լարված են մնում նաև իշխանության հարաբերությունները ընդդիմության հետ։ Գլխավոր դատախազը որոշել է քրեական հետապնդում սկսել Հայաստան խմբակցության ղեկավար Զեյրան Օհանյանի եւ քարտուղար Արծվիկ Մինասյանի դեմ։ Նրանք էլ գլխավոր դատախազին մեղադրել են Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները կատարելու մեջ, ընդգծելով, որ տեղի ունեցողի նպատակը երկրին սպառնացող վտանգներից մարդկանց ուշադրությունը շեղելն է։ Ի վերջո ինչու են ընդդիմադիր падգամավորներին ենթարկում քրեական հետապնդման, դիտենք։ Սևան ազգային պարկի ափին կառուցված առանձնատան շուրջ ծավալվող քրեական սկանդալը հասել է խորհրդարան։ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ քարտուղար Արծվիկ Մինասյանի դեմ, մեղադրելով նրանց պետական սեփականություն հանդիսացող հողի ապօրինի զավթման, կաշառակերության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։
Հայաստան խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը քրեական վարույթն ու դատախազի միջնորդությունը քաղաքական շոու է անվանում։ Հանրության հրամցնում են թեմաներ, որոնց շուրջ կգնան հանրության քննարկումներ, իրեն ելույթներ կունենան եւ հանրության ուշադրությունը կշեղեն շատ կարևոր հիմնահարցերից, որ այսօր մեր որպես մարտահրավեր մեր երկրի առաջ կանգնած է։ Հենց այդ օրը բոլորս հիշում ենք Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պահվածքը, իր այդ վարքագիծը եւ այնտեղ համալից բացի նաեւ սպառնալիքներ, այ դուք կտեսնեք, դուք պետք է հայտնվեք այստեղ եւ բնականաբար հրահանգ է իջել։ Հրահանգ է իջել, որ անպայման պետք է գործ հարուցելու գործը սկսել։ Հայաստան խմբակցության մեկ այլ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գործընթացը համարում է ընդդիմությանը լրացնելու փորձ։ Դրանք ապօրինի քրեական գործեր են, որոնք Սերան Օհանյանի դեպքում առաջինները չեն, Արծվիկ Մինասյանի դեպքում նորություն է եւ մաս է կազմում ընդհանրապես պետական ինստիտուտների, ազգային ինստիտուտների, ընդդիմադիրներին լրացնելու, շանտաժի ենթարկելու, ամենքեթ հանրային քաղաքական օրակարգը դիսկուրսը սեփական սխալների շեղելու։ Քրիստինե Վարդանյանի խոսքով միջնորդության ելքը չի տարբերվի մինչ այժմ տեսած պատկերից։ Քաղաքացիական պայմանագիրը, որքան էլ անհամաձայն է լինում կամ հարցեր է ունենում անգամ մեծ ելույթներով էլ արտահայտում է այդ հարցերը, վերջում գնում է եւ կողմ է քվեարկում բոլոր միջնորդություններին, որոնք Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականը ներկայացրել է ազգային ժողով։ Կարծում եմ, որքան մոտենան 2026 թվականի ընտրությունները, այնքան նման միջնորդություններն ենք ավելի շատ տեսնելու, նման դիպվածներն ենք ավելի շատ հանդիպելու մեր առօրյայում։ Արծվիկ Մինասյանը մեղադրվում է ոչ թե համաձայնություն տալու, այլ անթույլատրելիությունը չտեսնելու մեջ։ Նա իր Facebook-յան էջում հայտարարություն է տարածել այս գործը համարելով քաղաքական հետապնդում։ Իմ դեմ հարուցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին։ Սեյրան Օհանյանը գրել է, որ Փաշինյանն ու այլևը գործում են համադրված, ապահովելով Բաքվում եւ Երևանում բեմադրված էժանագին շոուներ։ Ակնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է իրենց իսկ ձեռամբ ստեղծված հայոց պետականությանը սպառնացող վտանգներից։ Խորհրդարանի նախագահը համաձայնություն է տվել գլխավոր դատախազի միջնորդությանը։ Սպասվում է, որ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ սկսելու հարցը Աննա Վարդապետյանը ազգային ժողովին կներկայացնի առաջիկա նիստերից մեկում։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է գործող իշխանություն հայ առաքելական եկեղեցի հակամարտությանը տեղի ունեցողն անվանել անընդունելի խայտառակություն, հայտնել, որ ինքն էլ է պարբերաբար հանդիպում կաթողիկոսին։ Անդրադարձել է նաև իմպիչմենտի օրակարգին, հայտնել, որ այս հարցով որոշակիություն կլինի ընդդիմադիր երկու խմբակցությունների հանդիպումից հետո։ Հիշեցնեմ, որ պատիվ ունեմ խմբակցությունը վարչապետի թեկնածու է դիտարկում Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Մենք շահ ենք հայտարարել եւ հայտարարել ենք միայն այսօրվա իշխանությունների։ Մենք ուրիշ շահ հայտարարելու ֆիգուր չունենք։ Մատանետ կստացվի։ Այո, վաղը բանակցություններ են տեղի ունենալու Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմ խմբակցությունների միջև եւ այդ հարցերը վերջնական պատասխաններ կստանանք։ Այս բոլոր զարգացումների ֆոնին ազգային ժողովում սովորական աշխատանքային մթնոլորտ էր։ Այսօր իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները քննարկել են դպրոց մանկապարտեզների հարցեր։ Այո, սովորական աշխատանքային օր ընդդիմությունն անիրատեսական է համարել հարյուրավոր դպրոցներում մանկապարտեզներ կառուցելու կամ նորոգելու իշխանության խոստումները, ֆինանսների նախարարը հակառակը։ Հետո պատգամավորները բանավիճել են ու այդպես։ 2021-ին կառավարության հաստատած հնգամյա ծրագրով նախատեսված է մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ու նախակրթարան։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ծրագրի կատարման ընթացքի քննարկմանը Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարել է, որ կառավարությունը տվել է սուտ խոստումներ, որոնց կատարումը հնարավոր չէ եւ անհրաժեշտ է հասարակությանը խոստովանել, որ մնացել է 1 հաշվետու տարի։ Ուստի իրատեսական չէ ծրագրի իրագործումը։ Մենք ամեն անգամ հանգում ենք կառավարության այն 500 մանկապարտեզ, 300 դպրոց այդ խոստումին, որը այդպես էլ չի կատարվում եւ ինչպես կատարողականում կա նշված ԿԳՄՍ ոլորտի մեր խոսքով համապատասխան հատվածում, ուրեմն հաշվետու հանգամյակում ընդհանրապես եթե թվերը դրանք ճիշտ են, ընդհանրապես 50 դպրոց, 40 դպրոցի ավարտում պատկերի մասին կարող ենք խոսել։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը վստահեցրել է, որ համապատասխան ժամկետներում կլինի նախատեսված արդյունքը։ Մենք 2026 թվականի
կեսին կունենանք այն 300 դպրոց եւ 500 մանկապարտեզը, որի մասին խոստացել է կառավարությունը։ Գալստյանը նախարարի խոսքը համարել է գիտաֆանտաստիկ ժանրից։ 4 տարում ընդամենը 500-ի 8% եք իրականացրել, այսինքն 4 տարում ընդամենը 40 եւ դուք հիմա թույլ եք տալիս ձեզ հրապարակայինորեն ասել, որ մնացած 460-ը կիրականացնեք։ Ֆինանսների նախարարն էլ ընդգծել է, որ 40 դպրոցի ավարտուն աշխատանքի վերաբերյալ տվյալներ չունի եւ ինքը չի կարող կոնկրետ փաստերով խոսել։ Նիստը նախագահող Ծովինար Վարդանյանը վերհիշել է այն ժամանակները, երբ իր բառերով դաշնակցության ձեռքերում էր կրթության ոլորտը եւ հետաքրքրվել է, թե ինչ արել դաշնակցությունն այդ ժամանակ։ Ինչ արել դաշնակցությունը կոնկրետ կրթության ոլորտի հետ, ես ձեզ ձայն չեմ տվել, անջատեք խոսափողը, դաշնակցության որովհետեւ դուք կեղծ տվյալներ եք հրապարակում եւ չեք տալիս պատասխանել։ Մեր նախարարության օրոք 110 դպրոց ամբողջական կառուցվել է։ Եվ պետք է մոլորեցնել հասարակությանը։ Բան անելու։ Կեղծը ձեր տված բաներն է, թյուրիմացությունն է։ Նախարար Հովհաննիսյանի խոսքով աշխատանքի տեմպերը նախորդ տարվա համեմատ 3 անգամ ավելացել են։ Իսկ թե ժամկետի ավարտին արդյունքն ինչպիսին կլինի, նրա պատասխանն է՝ կապրենք, կտեսնենք։ Հակոբ Ասլանյանի կարծիքով հաշվարկներն ի սկզբանե են սխալ արվել։ Եթե 4 տարի առաջ դրված էր 300 դպրոց 500 մանկապարտեզի հարց, որպեսզի մենք իմանայինք, թե մեր աշխատանքներն ինչպես է գնում, կարծում եմ այդ բոլորը պետք է բաժանվեր 5 տարվա վրա, որպեսզի ամեն տարվա կատարողականով մենք իմանայինք մեր գործը ինչպես է գնում, ոչ թե թողնենք օդի մեջ, հետո ասենք այս վերջի տարում մենք կանենք ամեն ինչ, այդպես չի լինում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր հերթին հորդորել է չանհանգստանալ ծրագրի ժամկետների ու աշխատանքի համար։ Հանգիստ եղեք, այն թվերը, որ գրված են կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն եւ ես առաջարկում եմ բոլոր թերահավատներին առաջիկա դպրոցներ այցին մասնակցել կազմակերպվող շրջայցերին, գալ եւ տեսնել աշխատանքների կատարման որակը, ստանդարտը եւ ծավալը։ Իշխանական պատգամավոր Ջուլիետա Ազարյանն էլ նշել է, որ իրենք էլ կուզեին ծրագրերում 500-ի փոխարեն 100 մանկապարտեզներ առել, բայց նշած թիվը հետևանք է նախկին քաղաքական գործիչների կողմից այլ նպատակներով համայնքային գույքի օտարման։ Օրինակ, որովհետեւ նախկին փայլուն արտաքին քաղաքականություն վարող արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Դիլիջան քաղաքում իր կնոջ համար 25 տարի ժամկետով վարձակալել էր տարածք համայնքից, մոտավորապես անդրադառնամ հարցից հիմա կարճ, սա դրա հետևանք է եւ բարեգործության քողի տակ, շղարշի տակ մոտավորապես 120 երեխա տարեկան դուրս էին մնացել իրենց մանկապարտեզ հաճախելու իրավունքից։ Դաշնակցական Արմենուհի Գյուրեղյանը հակադարձել է, թե ծրագրում չեն գրում այնինչ ցանկանում են, այլ այնինչ կարող են։ Մերի Դանիելյան, Open Media։ Ու քանի դեռ Հայաստանում ընթանում են իշխանություն հայ առաքելական եկեղեցի, իշխանություն ընդդիմություն հակամարտություններ, Ադրբեջանը Թուրքիայի հետ նորից զորավարժություններ է անում։ Այո, անկեղծ ասած այնքան հաճախ են դա անում, որ կդժվարանամ հաշվել, թե միայն այս տարի քանի անգամ այս զորավարժությունները, որոնք ավելի շատ նման են Թուրքիայի կողմից Ադրբեջանի բանակը ուժեղացնելու ծրագրի, նորից Նախիջևանում են։ Իրադարձություններին հետևում է Դիանա Կարապետյանը։ Նախիջևանում մեկնարկել են Անսասան եղբայրություն եւ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք թուրք-ադրբեջանական հրամանատարաշտաբային համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները։ Դրոշակակիր դասակը իր շարժումը սկսել է առանձին համակցված սպառազինությունների բանակի շտաբից, երթով գնացել դեպի Սադարակի սահմանային անցակետ Արաքս գետի վրայով անցնող կամուրջը։ Իր հերթին թուրքական դրոշակակիր դասակը շարժվել է Դողու Բայազեդ շրջանից դեպի զորավարժությունների մեկնարկի վայր։ Զորավարժությունների պլանի համաձայն տանկային մեխանիզացված եւ դիվերսիոն ստորաբաժանումները կիրականացնեն տարբեր ուսումնամարտական խնդիրներ հրետանու, հակաօդային պաշտպանության եւ ավիացիայի ստորաբաժանումների աջակցությամբ։ Զորավարժությունները դեռ չմեկնարկած թուրքական Բայրակթարը հասցրել է ավելի քան 7.5 ժամ պտտվել Հայաստանի հետ սահմանի երկայնքով։ Բացի Բայրակթարից սահմանին նկատվել են նաեւ TB2 եւ Աքսունգուր անօդաչու թռչող սարքեր։ Թուրք-ադրբեջանական զորավարժությունները առաջինը չեն 2025 թվականին, ինչպես ամեն տարի 2025 թվականի հունվարի 20-ից փետրվարի 7-ը եւս Կարսի շրջանում Հայաստանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության
հանրության վրա իրականացվել են մեծ ածավալ թուրք-ադրբեջանական զորավարժություններ։ Այս նույն ժամանակաշրջանում զորավարժություններ են անցկացրել նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերը։ Վարժանքների ընթացքում ստուգվել է Սու-25 եւ Սու-25ML գրոհային կործանիչների պատրաստությունը։ Ապրիլին Ադրբեջանի զինծառայողները մասնակցել են Կուրտարան 2025 միջազգային զորավարժությանը, որը անցկացվել է Մարմարիսում։ Զորավարժանքին մասնակցել են նաև Թուրքիայի ռազմածովային, ցամաքային, օդային ուժերը։ Եղբայրական պետությունների զորքերի այս միջոցառումը ուղղված է եղել համատեղ գործողությունների ներդաշնակեցմանը։ Մայիսի 18-ից 21-ը Ադրբեջանը միայնակ հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում, իսկ մայիսի 18-ից 21-ը Արցախի տարածքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը եւ Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերը սկսել են համատեղ լայնածավալ զորավարժությունները եւ ինչպես հաղորդել է բրիգադի գեներալ Վալի Մադանին, համատեղ վարժանքը նշանակալի քայլ է ընդհանուր սահմանների երկայնքով հնարավոր սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ։ Տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումները զգալի ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի անվտանգության վրա։ Ռազմական փորձագետներն ահազանգում են, որ եթե քաղաքական ուշադրությունն ու հանրային կենտրոնացումը շարունակեն շեղվել այս առանցքային թեմայից, վտանգ կա, որ Ալիևը, օգտվելով հարմար պահից, մի օր կարող է ուղղել հրանոթները Հայաստանի Հանրապետության սահմանին, նպատակ ունենալով ոչ միայն ստիպել ընդունել Միջանցքի պահանջը, այլև վերաձևել տարածաշրջանի անվտանգության ամբողջ համակարգը։ Դիանա Կարապետյան, Open Media։ Ադրբեջանը շատ կտրուկ է արձագանքել Վլադիմիր Պուտինի օգնական Մեդինսկու հայտարարության, ըստ որի Մոսկվան ձգտում է Ուկրաինայում հասնել տարածքային նոր իրողությունների ճանաչման, որպեսզի հետագայում պատերազմական գոտին չվերածվի Նոր Ղարաբաղի։ Ադրբեջանի արտգործնախարարությունը այս արտահայտությունն ընդունել է այնպես, կարծես ռուսները բաց նյարդի են հարվածել։ Անմիջապես պատասխան հայտարարություն են տարածել, նեղսրտել ու շատ արագ ստացել նույն Մեդինսկու արձագանքը։ Ռուսաստանն ակնկալում է, որ Ադրբեջանը Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժեն կճանաչի Ռուսաստանի մաս։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի իրականացրած հերթական գիշերային հարվածը նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերով եղել է պատերազմի ընթացքում ամենախոշորներից մեկը։ Ռուսական հրթիռային հարվածները ավելի բարձրաձայն են, քան ԱՄՆ-ի եւ աշխարհի մյուս երկրների խաղաղության կոչերը։ Այսօր Կիևի վրա եղավ ամենախոշոր հարձակումներից մեկը։ Թիրախ դարձան նաև Օդեսան, Դնեպրոպետրովսկի եւ Չեռնիգովայի մարզերը։ Ընդհանուր առմամբ ռուսական կողմը հարձակման մեջ օգտագործել է 315 անօդաչու եւ 7 հրթիռ, այդ թվում 2 հյուսիսկորեական արտադրության բալիստիկ հրթիռներ, կան զոհեր, 13 մարդ է վիրավորվել։ Օդեսայի մարզային ղեկավար Օլեգ Կիպերը հաղորդում է. ռուսական հրթիռների հարվածներից վնասվել են քաղաքի կենտրոնում գտնվող ծննդատունը եւ բնակելի շենքեր։ Մարզային դատախազությունը հայտնում է, որ Օդեսայում 2 մարդ է զոհվել եւ 9 մարդ վիրավորվել։ Ռուսական բանակը հարվածներ է հասցրել նաեւ Ուկրաինայի հյուսիսարևելյան Խարկովի մարզի 8 բնակավայրերին, օգտագործելով տարբեր տեսակի զինատեսակներ։ Վիրավորվել են առնվազն 4 քաղաքացի, վնասվել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ոչնչացրել է Ուկրաինայից արձակված 102 դրոն, ներառյալ Մոսկվայի եւ Լենինգրադի շրջաններում։ Դրոնի հարձակման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է չվերթների շարժը Սանկտ Պետերբուրգի Պուլկովո եւ Մոսկվայի 4 օդանավակայաններում։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Russia Today-ին հայտարարել է, որ եթե Ուկրաինայում իսկական խաղաղություն չլինի, ապա Դոնբասը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդպիսի վիճելի տարածաշրջան կար, Ղարաբաղը։ Այդ տարածաշրջանը հսկայական Ղարաբաղի կվերածվի։ Որոշ ժամանակ անց Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, կփորձի վերադարձնել այն, եւ դա կլինի մոլորակի վերջը, եւ կվերջանա միջուկային պատերազմով։ Մենք չենք ուզում ստեղծել հսկայական Ղարաբաղ, որը ոչ մեկ չի ճանաչել, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սկսվել։ Ուստի ուզում ենք լիակատար հաշտություն կնքել եւ ճանաչել նոր տարածքները։ Ադրբեջանի արտգործնախարարությունը բուռն արձագանքել է Մեդինսկու հայտարարությանը, մեղադրելով նրան իբր փաստերի աղավաղման մեջ։ Բաքուն նշել է, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել, եւ Ռուսաստանն այն ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան պատասխանել է Բաքվի քննադատությանը։ Մնապարզաբանել է, որ Մեդինսկին խոսել է պատմական ասպեկտի եւ մարդկանց ցավի մասին։ Անի Հովանեսյան, Open Media։ Իդեպ այսօր, երբ պատրաստվում ենք եթերի, ես Անին եւ մեր գլխավոր խմբագիր Արմեն Ամիրխանյանը, մեր խմբագության ամենակարդացած մարդը, խոսում ենք այս մասին ու ինչ։ Պարզվում է Լև Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» հանրայիթ վեպի հերոսներից Կոմս Ռոստովի Նժույկի անունը գիտեք ինչ էր։ Ղարաբաղ։ Ընդ որում ձին ըստ Տոլստոյի Դոնբասից էր։ Գրքում կա հետեւյալ տողը։ Հիմա կարդամ. մթության մեջ Պետյան ճանաչեց իր ձիուն, որին անվանում էր Ղարաբաղ, թեև ձին մալորոսիական էր։ Այսինքն Դոնբասից էր։ Պատկերացնում եք։
Դավիթ Հարտարոց է, ինչ խոսք, վերադառնալով Մեդինսկուն, ադրբեջանական զգայուն արձագանքի առիթով որոշեցինք վերհիշել ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջերս նկատվող լարվածությունների շքերթը։ Օդանավի աղետից մինչև Արցախի մասին Մոսկվայի հիշատակումներ, դիտենք ռեպորտաժը։ Եվ չգիտես ինչու, ամեն անգամ մեզ թվում է, որ Ռուսաստանը ահա այս սրանից հետո Ադրբեջանը ինչ-որ բան չի ներելու։ Ամեն դեպքում եկեք տեսնենք այդ դինամիկան, այն ավելի խոսում է, քան ցանկացած վերլուծություն։ Վլադիմիր Պուտինի օգնական Մեդինսկու Դոնբասը Ղարաբաղի հետ համեմատությունը վրդովմունքի բռնկման հերթական առիթներ։ Մեդինսկին, որն օրեցօր առաջ է մղվում Պուտինի հավանական քաղաքական ժառանգորդների շարքում, պարզապես հասկացնում էր, որ Ռուսաստանը չի ցանկանում սառեցնել հակամարտությունը, այլ ուզում է այսօր եւ մեկընդմիշտ լուծել այն։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը լկտիաբար ստել էր, թե իբր Ադրբեջանը երբեք ագրեսիվ պատերազմ չի վարել, իսկ 2020 եւ 23 թվականներին Ղարաբաղի վրա հարձակումներն այսպես կոչված իբր հակաահաբեկչական միջոցառումներ էին։ Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի դիտարկմամբ, մինչ այդ էլ տարածաշրջանում Ադրբեջանն իր քաղաքականությամբ ոչ միայն մշտապես թիրախավորում էր Հայաստանը, այլ նաեւ պարբերաբար ոտնահարում եւ արհամարհում էր Ռուսաստանի շահերը։ Ադրբեջանի իշխանությունները, որոնք ցույց են տալիս, որ նրանց ընդհանրապես հետաքրքիր չէ այս պայման Ռուսաստանի կամ այլ երկրի մոտեցումները իրենց հետ կապված հարցերում, բոլորի հայտարարությունը պետք է համապատասխանեն Բաքվի մոտեցումին, կամ այսպիսի կոշտ արձագանք եղավ։ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները լարվել էին դեռ անցած տարեվերջին ադրբեջանական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի կործանումից հետո, երբ Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի տարածքում։ Ինքնաթիռը վթարից առաջ անցել էր Ռուսաստանի օդային տարածքի այն հատվածով, որտեղ ռուսական հակաօդայինները հետ էին մղում ուկրաինական անօդաչուների հարձակումը եւ ըստ երևույթին վնասվել էր դրոնի բեկորից։ Ավիաաղետը Իլհամ Ալիևը դարձրել էր գրեթե թշնամական հայտարարությունների առիթ, պահանջել էր հետաքննություն եւ մեղավորների պատժում, դրամական փոխհատուցում, պաշտոնական ներողություն։ Մոսկվան գլուխն ազատեց քաղաքի ինչ-որ անկյունում Հեյդար Ալիևի կիսանդրիի կանգնեցմամբ։ Բաքվում վստահ են, որ Ռուսաստանը չի կարող նախկինի պես Հայաստանին օգտագործել որպես հենարան տարածաշրջանում, իսկ հաշվի առնելով, որ շատ ավելի փոքր է տնտեսական կախվածությունը Ադրբեջանի Ռուսաստանից, քան օրինակ Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, գտնում են, որ որևէ լուրջ լծակ չունի Մոսկվան այս պայն ազդելու Ադրբեջանի վրա։ Սակայն Բաքուն կրկին առիթը բաց չի թողնում հակառուսական հերթական դեմարշի համար։ Վերլուծաբանի խոսքով Ադրբեջանը պարզապես օգտվում է առիթից, որ Ռուսաստանն Ուկրաինայում զբաղված է ծանր պատերազմով եւ ռազմավարական դիմակայության մեջ է Արևմուտքի հետ։ Ադրբեջանն էլ համարում է, որ կարող է ստեղծել մի նոր իրականություն տարածաշրջանում, որի հետ Մոսկվան պետք է համակերպվի։ Փաստացի Ադրբեջանը փորձում է պարտադրել թե Ռուսաստանին, թե Արևմուտքին ճանաչել Ադրբեջանի գերակայությունը Հարավային Կովկասում, ու Ադրբեջան-Թուրքիա, այսպես կասեմ, այս տանդեմի, դա այսպես հստակ քաղաքականություն է վարվում թե Մոսկվայի, թե Արևմուտքի հետ։ Ադրբեջանի ոչ միայն արտաքին քաղաքականությունն է հակառուսական տրամադրվածությամբ շեշտում է փորձագետը, այլև ներքին։ Այսպես Բաքուն կտրուկ սահմանափակել է ռուսական լրատվամիջոցների գործունեությունը, փակել է ռուսական տունը Բաքվում։ Վերջին օրերին էլ ձերբակալվել են պրոռուսական ակտիվիստներ, որոնց մեղադրում են լրտեսության ու դավաճանության մեջ։ Ադրբեջանը փորձում է պարտադրել թե Ռուսաստանին, թե Արևմուտքին ճանաչել Ադրբեջանի գերակայությունը Հարավային Կովկասում, ու Ադրբեջան-Թուրքիա, այսպես կասեմ, այս տանդեմի։ Վերլուծաբանը նկատում է, եվրոպական երկրների քաղաքական վերնախավի համար հակառուսականությունն իրենց քաղաքական օրակարգի համար մեկ խնդիրն է։ Երեք շատ լրատվամիջոցներ տվեցին, եթե չեմ սխալվում, ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքերը, որ եթե Ուկրաինայում պատերազմը շուտ ավարտվի, ապա դա կարող է խնդիրներ ստեղծել ՆԱՏՕ-ի համար։ Փաստացից տեսնում ենք, որ խոսում է դրա մասին, որ նույնիսկ ուկրաինական կոնֆլիկտը դիտարկվում է ոչ թե փորձ օգնել Ուկրաինային Ռուսաստանի դեմ, այլ միջոց պատերազմելու Ռուսաստանի դեմ։ Ըստ փորձագետի նման քաղաքականությունը բերելու է վերազինվելու, պատերազմի պատրաստվելու Ռուսաստանի դեմ։ Վերլուծաբանը հույս ունի, որ բանը դրան չի հասնի։ Ռուսաստանը ստիպված է իրեն զուսպ պահել նաև Հայաստանի հետ հարաբերություններում, եւ միայն Ուկրաինայում պատերազմն ավարտելուց հետո կարող է անցնել ակտիվ գործողությունների մեր տարածաշրջանում։ Մոսկվան զուսպ է արձագանքում նաև Բաքվին, սակայն ուշադիր հետևում է հակառուսական տրամադրությունների խորացմանը Բաքվում եւ ոչ միայն, եւ անում հետևություններ։ Նարնե Ղուկասյան, Rio Open Media։
Այս ընթացքում ակտիվ զարգացումներ են հայ-ֆրանսիական հարաբերություններում։ Երեք օրինակ հանդիպել են Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները, բայց ոչ միայն դա։ Ֆրանսիայում տեղի ունեցել օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 3-րդ համաժողովը եւ փաստաթուղթ է ստորագրվել։ Հայաստանը միացել է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը կարգավորող միջազգային համաձայնագրին։ Ավելի վաղ էլ Արարատ Միրզոյանը Նիսում պարգևատրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար ֆրանսուհի Օդրի Ազուլեին Հայաստանի հետ արդյունավետ գործակցության համար։ Ֆրանսիայում են նաև Հայաստանի նախագահը, նրանք մասնակցել են լեռներից մինչև օվկիանոսներ խորագիրը կրող մի միջոցառման, որը կազմակերպել են Հայաստանը եւ Ֆրանսիան որպես COP17 եւ ՄԱԿ օվկիանոսի հարցերով համաժողովը հյուրընկալող երկրներ։ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանում կայանալիք COP17-ը կդառնա կարևոր հանգրվան, այն կհամախմբի կոնվենցիայի կողմերին, կառավարություններին, հանրային եւ մասնավոր շահագրգիռ կողմերին, բնիկ ժողովուրդներին եւ տեղական համայնքներին գլոբալ վերանայման համար գնահատելու մեր կոլեկտիվ եւ անհատական ձեռքբերումները կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի եւ Կունմին Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում։ Արարատ Միրզոյանը նաև հանդիպել է ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարի հետ ու բացի միջուկային էներգիայից քննարկել նաև տարածաշրջանային զարգացումներ։ Ստրասբուրգում էլ Եվրախորհրդարանի ֆրանսիացի падգամավոր Ֆրանսուଆ Քմավիե Բելամին հարցազրույց է տվել Armenpress-ին եւ խոսել Արցախի ժողովրդի ճակատագրի մասին։ Մեր գործընկեր Հասմիկ Արաքելյանն է ամենայն ուշադրությամբ լսել նրան եւ առանձնացրել ուշագրավ դրվագները։ Դիտենք։ Մենք կվերադառնանք Շուշի։ Այս նախադասությունը անդադար արձագանքում է Եվրախորհրդարանի ֆրանսիացի падգամավոր Ֆրանսուଆ Քսավիե Բելամիի ականջներում, երբ Հայաստան կատարած այցի ժամանակ լսել է, թե ինչպես են արցախցի փոքրիկները իրար շշնջում այս խոսքերը։ Հուզվել։ Բելամին սա խոստովանում է Armenpress-ին եւ ընդգծում, Արցախից բռնի տեղահանվածների տուն դարձի դուռը վերջնական փակ չի կարող լինել։ Այսօր շատ պարզ ասած մենք պարտավոր ենք պահպանել այն աշխատանքը, որը թույլ կտա նրանց հույս ունենալ, որ մի օր վերադառնալու են իրենց գյուղեր, քաղաքներ, իրենց հողեր։ Նույնիսկ եթե դա թվում է հեռու, նույնիսկ եթե դժվար է, մենք պետք է այդ աշխատանքը պահպանենք, որովհետև խոսքն այդ մարդկանց հողերի, նրանց տների մասին է, որոնք զավթվել են։ Եվրոպական խորհրդարանի հետ միասին ես պայքարել եմ դրա համար։ Մենք պահանջել ենք ստեղծել մի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի հենց այսօր պատրաստվել վերադարձին։ Նույնիսկ եթե այն տեղի ունենա ոչ անմիջապես։ Այդ հարցը պետք է մնա մեր հավաքական տեսլականի առանցքում։ Արցախի հայաթափումից հետո գրեթե 1 տարի եւ 7 ամիս է Արցախի ռազմաքաղաքական իշխանության առաջին դեմքերը Բաքվի բանտում գերի են։ Պարբերաբար տարածվող լուսանկարներում երևում են հյուծված եւ ոտնահարված իրավունքներով։ Իսկ միջազգային հանրությունը գործնականում տեղում ոչինչ անել դեռևս չի կարողանում։ Կեղծ դատավարություններին չեն կարողանում ներկա գտնվել եւ արձանագրել անօրինությունները նույնիսկ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները։ Հարցը մտահոգում է նաեւ Եվրախորհրդարանի հայամետ падգամավորին։ Չեմ կարող ավելին ասել, բայց վստահ եղեք, որ մենք Եվրոպական խորհրդարանում անպայման շարունակելու ենք մեր աշխատանքը։ Վստահեք նաեւ ինձ այս իրավիճակի հրատապությունն անընդհատ հիշեցնելու հարցում։ Ես մտածում եմ բոլոր այն ղեկավարների մասին, որոնք այսօր գտնվում են Բաքվում, որոնց հանդեպ մենք կարող ենք ենթադրել, որ կիրառում են վատ վերաբերմունք եւ որոնց կյանքի պաշտպանությունը գտնվում է ծայրահեղ անապահով վիճակում։ Այժմ դա իսկապես հրատապ է։ Ես հանդիպել եմ նրանցից մի քանիսի ընտանիքներին։ Օրինակ ես մտածում եմ Ռուբեն Վարդանյանի մասին։ Նրանց ազատությանը հասնելն այժմ բացարձակ հրատապություն է։ Քսավիե Բելամին նաև խնդրահարույց է համարում Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Բաքու, այն պարագայում, երբ այդ երկիրը հեռու է մարդու հիմնարար իրավունքների նորմերից։ Եվրոպական խորհրդարանում մենք հյուրընկալել ենք Նիկոլ Փաշինյանին, որը եկել եւ խոսել է Եվրախորհրդարանի падգամավորների առջեւ։ Դա մեզնից երկարատև ջանքեր է պահանջել։ Մենք մեր մասով ընտրել ենք, թե ում ենք հյուրընկալում եւ դա իհարկե ուժեղ խորհրդանշական նշանակություն ուներ։ Մենք ցույց ենք տալիս, թե որ կողմում ենք այսօր։ Մենք գտնվում ենք այն ժողովրդի կողմում, որը պաշտպանում է իր հիմնարար իրավունքները եւ ոչ թե այն բռնապետի կողմում, որը որոշել է խախտել նույնիսկ իր սեփական ժողովրդի իրավունքները։ Բելամիին անհանգստացրել են նաև Կայա Կալասի այցի արձագանքները, քանի որ դրանով փորձ արվեց բռնապետական բարքերով երկիրը ներկայացնել որպես Եվրոպայի գործընկեր, ինչը լրջագույն հակասության մեջ է եվրոպական արժեքների հետ։ Հասմիկ Արաքելյան, Reopen Media։ Օրվա միջազգային գլխավոր ողբերգությունը Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում աշակերտներից մեկը մինչև 40 կրակոց է արձակել մյուս աշակերտների ուղղությամբ ու սպանել 11 մարդու, վերջում էլ ինքնասպան եղել։ Հրաձգությունը տեղի է ունեցել 2 տարբեր դասարաններում։ Մեր արտգործնախարարությունը ցավակցել է զոհվածների ընտանիքներին։ Ավստրիայում երրորդյա սուք է հայտարարված։
Այո, սարսափելի է դպրոցներում հրաձգությունների վիճակագրությամբ իհարկե անմրցելի է Միացյալ Նահանգները, որտեղ սակայն այս օրերին բախվել են մեկ այլ շատ լուրջ խնդրի։ Կալիֆոռնիայում ապօրինի ներգաղթյալների արտաքսման պատճառով սկսված բողոքի ալիքը ճնշելու համար Դոնալդ Թրամփը եւս 2000 գվարդիական է մտցրել Լոս Անջելես։ Ներգաղթյալների հարցում Թրամփի քաղաքականության դեմ բողոքն ուղեկցվում է անկարգություններով, ցուցափեղկեր, ջարդուփշուր անելով։ Սրանից էլ ավելի են լարվել Դոնալդ Թրամփի եւ Կալիֆոռնիայի նահանգապետի հարաբերությունները։ Թրամփը հայտարարում է, որ նահանգապետը, որը Կալիֆոռնիայում ավանդաբար դեմոկրատ է, չի կարողանում գլուխ հանել իր գործից ու պետք է հեռանա։ Դոնալդ Թրամփի կառավարության եւ Կալիֆոռնիայի նահանգային իշխանությունների միջև հակամարտությունը սրվել է Լոս Անջելեսում ազգային գվարդիա եւ ծովային հետևակայի տեղակայման պատճառով։ Թրամփը հայտարարել է, որ զորքերի տեղակայումը կարևոր էր կանխելու իր խոսքով բռնի եւ հրահրված անկարգությունները, որոնք կարող էին ավերել քաղաքը։ Նա քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին, նրանց անվանելով անգործունակ եւ պնդել, որ նրանք պետք է շնորհակալություն հայտնեին իրեն ճգնաժամը կանխելու եւ իբր մեգապոլիսը ոչնչացումից փրկելու համար։ Թրամփը նաեւ սպառնացել է ձերբակալել Նյուսոմին, եթե շարունակի խոչընդոտել դաշնային ջանքերին, մասնավորապես անօրինական միգրացիայի դեմ պայքարին։ Կալիֆոռնիայի իշխանությունները զորքերի տեղակայումը համարում են անօրինական եւ նահանգի ինքնիշխանության խախտում։ Նյուսոմը հայտարարել է, որ Թրամփի հրամանը ոչ միայն Կալիֆոռնիային է վերաբերում, այլև կարող է կիրառվել ցանկացած նահանգում։ Լոս Անջելեսի փողոցներում զորքերի ներկայությունը նա բնութագրել է որպես անօրինական եւ անբարոյական։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան հայտնել է, որ նահանգը դատական հայց է ներկայացնում Թրամփի կառավարության կողմից ազգային զորքերի տեղակայումը չեղարկելու համար։ Բոնտան ընդգծել է, որ չկա արտաքին ներխուժում կամ ապստամբություն, որոնք կարող էին արդարացնել նման քայլերը։ Երկուշաբթի օրվա դրությամբ Լոս Անջելեսում տեղակայված էր ազգային գվարդիայի մոտ 1000 հոգանոց անձնակազմ, նախատեսված էր եւս 1000-ի տեղակայումը։ Բացի այդ, Պաշտպանության նախարարությունը Կալիֆոռնիայի անապատում գտնվող ռազմաբազայից Լոս Անջելես է ուղարկել 700 ծովային հետևակ զորքերին օգնելու համար։ Ռազմական հրամանատարության հայտարարության համաձայն ծովային հետևակայինները վերապատրաստվել են ամբողջի վերահսկման եւ լարվածության թույլատման համար։ Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը նշել է, որ զորքերը քաղաքում են դաշնային անձնակազմը եւ շենքերը պաշտպանելու համար։ Լոս Անջելեսում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ակցիաները հանգեցրել են ոստիկանության հետ բախումների եւ վանդալիզմի դրսեւորումների։ Քաղաքի փողոցներում այրված մեքենաների մնացորդներ են։ Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև քաղաքապետարանի դիմաց Արմիության առաջնորդ Դևին Ուերտայի ձերբակալության դեմ։ Ուերտան, որին ձերբակալել էին միգրացիոն ծառայությունները, ավելի ուշ ազատ էր արձակվել $50,000 գրավի դիմաց։ Քաղաքապետ Քարեն Բասը մտահոգություն է հայտնել, որ դաշնային միգրացիոն ծառայության գործողությունների ակտիվությունը կարող է ավելի սրել իրավիճակը։ Ծառայությունը հայտարարել է, որ կենտրոնացած է միգրացիոն օրենքների կատարման եւ անցավոր անցյալ ունեցող միգրանտների վտարման վրա, պատրաստ լինելով ձերբակալել օրինախախ ցուցարարներին։ Նյուսոմը սոցիալական հարթակում դարձել կոչ արել չեղարկել զորքերի տեղակայման հրամանը եւ վերադարձնել վերահսկողությունը նահանգային իշխանությանը։ Ի պատասխան իրեն ձերբակալելու Թրամփի մտադրությանը, Նյուսոմը նշել է, որ նման սպառնալիքն աննախադեպ է Ամերիկայի համար։ Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կոմոնս զգուշացրել է, որ ընդվզման ալիք կարող է տարածվել այլ քաղաքներում։ Դավիթ Գենջյան, Reopen Media։ Դե ինչ այսօր այսքանը։ Հիշեցնեմ, որ մենք հասանելի ենք YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում։ Ամենօրյա թարմացումներին ծանոթացեք նաև մեր պաշտոնական կայքէջում։ Հաջորդ թիվ կարող եք հետևել մեր ռուսալեզու եւ անգլալեզու լուրերի թողարկումներին։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Այսքանը բարի ու խաղաղ գիշեր ենք մաղթում ձեզ։